տարի մեկնարկած Հայաստան-ԵՄ անվտանգային երկխոսությունը եւ ԵՄ մոնիտորինգային առաքելության տեղակայումը Հայաստանում, որը մեծացնում է Եվրամիության ներկայությունը Հայաստանում եւ լինելով քաղաքացիական առաքելություն միևնույնն է մեծ հոգեբանական աջակցություն է իթևս նաև այլ աջակցության նաև մեր քաղաքացիների ընդգծում ենք որ խաղաղության երկխոսության գործիքակազմից Հայաստանին օգտվելու հարցը շատ կարևոր ենք դիտարկում եւ ողջունում ենք այդ բանակցությունների արագ ընթացքը նաև կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները եւ ակնկալում ենք դրական առաջընթաց նաև այս ոլորտում մեծապես կարևորում ենք Եվրամիության եւ անդամ պետությունների շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացման մարդու իրավունքների իրավունքի գերակայության պաշտպանության ոլորտում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցերը ընդգրկված են ՍԵՊԱ-ում որպես պայմանագրի էական տարր, շարունակելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը։ Անդրադառնալով պլատֆորմին եւ պլատֆորմի զեկույցին ուզում եմ հիշատակել, որ զեկույցը մշակվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մշտադիտարկում քաղաքասարակության կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, ինչի կապակցությամբ շնորհակալ ենք ԵՄ-ին եւ շնորհակալ ենք, որ վերահաստատում եք շարունակական աջակցությունը պլատֆորմին։ Նպատակ ենք հետապնդել հնարավորինս մասնակցային իրականացնել ՍԵՊԱ-ի մշտադիտարկումը մեր կողմից առանձնացված առաջնահերթ ոլորտներում եւ այդ նպատակով փորձել ենք մեկտեղել ջանքերը նաեւ այն կազմակերպությունների եւ գործընկերների, որոնք նախկինում զբաղվել են ՍԵՊԱ-ի մշտադիտարկմամբ եւ նաեւ մեր զեկույցում ընդգրկել նաև նրանց աշխատանքը, որպեսզի այն ջանքը, որը ձեռնարկվել է, իրականում շարունակական լինի եւ այդ առումով փորձել ենք հնարավորինս մասնակցային անցկացնել գործընթացը, ներառելով այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք ունեն կարողություն եւ որ ավելի կարեւոր է ցանկություն մասնակցելու այս գործընթացին եւ կազմման մեթոդամարության մասին կարճ անդրադառնամ զեկույցը հիմնված է 15 խորհրդատվական կարծիքների վրա, որոնք մշակվել են տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում այդ կարծիքների վրա աշխատել են քաղաքասարակության ոլորտում բավական հեղինակավոր փորձագետներ, որոնց իսկապես ցանկանում եմ անվանապես նշել, որովհետև շատ շնորհակալ եմ իրենց այդ աշխատանքի համար Հասմիկ Հարությունյանին, Դանիել Իոնիսյանին, Արտաշես Սերգոյանին, Լարիսա Մինասյանին, Սյուզաննա Սողոմոնյանին, Մարիամ Զադոյանին, Ստեփան Գրիգորյանին, Գագիկ Մակարյանին, Տիրուհի Նազարեցյանին, Աննա Բարիկյանին, Արսեն Իգիցյանին, Մարատ Ատովնյանին, Սուրեն Չիբուխչյանին, Աշոտ Սաֆարյանին, Կարեն Մխիթարյանին։ Եվ իսկապես առանց ձեր ներդրման մեր զեկույցը չէր լինի իհարկե այս տեսքով։ Զեկույցը ներկայացնում է իրենից այդ ոլորտներում իրավիճակի գնահատական եւ չի պարունակում առաջարկություններ, մանրամասն վերլուծություններ, փաստարկումներ, դրանք դուք կգտնեք այն խորհրդատվական կարծիքներում, որոնք հիմքն են հանդիսացել զեկույցի եւ տեղադրված են արդեն ԵՄ Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի կայքում, որը նաև կներկայացնենք այս միջոցառման ավելի ուշ փուլում։ Զեկույցում դրական են գնահատել Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի իշխանությունների կողմից եւ գնահատել ենք նաև սահմանադրական դատարանի դերը այս հարցում, դիտարկելով շատ ՍԵՊԱ-ով ստանձնած բավական կարևոր պարտավորության իրականացում
անդրադարձ են կատարել ժողովրդավարական ինստիտուտների մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովման թեմաներին, ինչպես նշեցի, անդրադարձ են կատարել այս կապակցությամբ որոշակի գործընթացների, որոնք ծավալվել են նախորդ տարի ազգային ժողովում եւ ոչ միայն, որոնց կապակցությամբ ընդունել ենք տարվա ընթացքում տարբեր հայտարարություններ, այս կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահի նախորդ դեկտեմբերին ազգային ժողովում ծավալված բավական խնդրահարույց գործընթացին, երբ այսպես տեսանք, որ ազգային ժողովը բավական մեծ անհանդուրժողականություն էր դրսևորում անկախ թեկնածուի նկատմամբ, Նաև այդ կապակցությամբ բացասական ենք գնահատում ազգային ժողովի կողմից մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության գործընթացը, հատկապես այն հիմքով, որ այդ անձը հանձնաժողովի նիստի ընթացքում չէր պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունը եւ պատիվը, գտնում ենք, որ այն հարցի պատասխանը, թե ժողովրդի պատիվը եւ արժանապատվությունը լավ է պաշտպանվում, թե ոչ, պետք է տա հենց ժողովուրդը ընտրություններում եւ նման հիմքերով պաշտոնանկության գործընթացները ոչ մի կերպ չեն նպաստում ժողովրդավարության ամրապնդմանը։ Նաեւ բացասական են գնահատում, ինչպես այդ կապակցությամբ նաեւ հայտարարություն ենք ընդունել տեղի ունեցող ընտրովի արդարադատության որոշ գործընթացներ եւ կարծում ենք, որ դրանք եւս պետք է բացառվեն։ Ինչ վերաբերում է զեկույցի թեմաներին, անդրադարձ ենք կատարել դատական իշխանության ոլորտի բարեփոխումներին, անդրադառնալով թե որոշակի այսպես նախորդ ռազմավարությամբ տեղը գտած որոշակի զարգացումների եւ թե նախատեսվող այս վերջին ռազմավարությամբ տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես այդտեղ խնդրահարույց ենք դիտարկում բարձրագույն դատական խորհրդում ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացները եւ այս կապակցությամբ վերահաստատում ենք ելի քաղաքասարակության կոչը այդ գործընթացները կազմակերպել հնարավորինս մրցութային եղանակով, որը թույլ կտա ավելի մեծացնել ոչ դատավոր անդամների անկախությունը։ Նաև խնդրահարույց ենք դիտարկում բարևարկության ստուգման, դատավորների բարևարկության ստուգման համակարգի ներդրումից հետո շատ դեպքերում բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքները որոշ թեկնածուների հարցում հաշվի չառնելու մոտեցումը եւ խնդրահարույց ենք դիտարկում նաեւ դատավորների նկատմամբ կարգապահական գործընթացներում տեղ գտած որոշակի այսպես էլի ընտրովի արդարադատության երևույթները եւ կարծում ենք, որ դրանք եւս բացասական զարգացումներ են։ Անդրադարձել ենք կոռուպցիայի վերջին ռազմավարության մշակմանը ուղեկցող գործընթացին, նաեւ թե ինչ խնդիրներ կար այդ գործընթացի շուրջ, բարեբախտաբար ռազմավարությունը արդեն կա եւ որոշակի առումով կարելի է նաեւ առաջընթաց գնահատել են, որ ի վերջո ռազմավարության մշակումը բավական մասնակցային իրականացվեց, հակակոռուպցիոն ոլորտի պայքարը դեռևս իհարկե չենք կարող գնահատել լիարժեքորեն դրական, հաշվի առնելով այդտեղ եւս շահերի բախման կարգավորումների եւ հակակոռուպցիոն կրթության հետ կապված հարցերի թերի կարգավորումները կրթության համակարգի խնդիրներին ենք անդրադարձել զեկույցում, մասնավորապես բարևարկության լուրջ պակասի արդյունքում կրթության համակարգի չկայացման խնդիրներին եւ վիզայի ազատականացման եւ դյուրացման խնդիրներին ենք անդրադարձել, դրանք եւս
շատ կարևոր ենք դիտարկում, նաև պարունակում են այդ բաժինը պարունակում են նաև որոշակի այսպես գնահատականներ նաև միջազգային գործընկերների կողմից վիզաների դյուրացման մասով ոչ այնքան դրական փորձառության, որ Հայաստանի քաղաքացիները ունեցել են եւ հորդորում ենք ջանքեր գործադրել այդ գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։